Հայաստանը քարտեզի վրա փոքր է, բայց հայերը աշխարհում փոքր չեն։ Հայկական տաղանդը երևում է երկրի սահմաններից շատ հեռու։ Pixart-ը, որը հիմնադրվել է Երևանում, դարձել է համաշխարհային ստեղծարար հարթակ, մոտ 150 միլիոն ամսական ակտիվ օգտատերերով։ Service Titan-ը, որը հիմնադրել են հայեր Արա Մահդեսյանն ու Վահե Կուզոյանը, 2024 թվականի դեկտեմբերին դուրս եկավ NASDAQ բորսա եւ առաջին առևտրային օրը գնահատվեց մոտ 9 միլիարդ դոլար։ CRISP-ը, որը ծնվել է հայկական ինժեներական տաղանդից, ստեղծեց արհեստական բանականությամբ աղմուկի նվազեցման տեխնոլոգիա, որն օգտագործում են մասնագետներ ամբողջ աշխարհում։ Սա այն երկրի պատմությունը չէ, որը սպասում է, որ իրեն նկատեն։ Սա այն մարդկանց պատմությունն է, որոնք կառուցում են։ Հայ աշակերտներն ու ուսանողները մեդալներ են բերում միջազգային մաթեմատիկական եւ ինֆորմատիկայի մրցույթներից։ Հայկական շախմատը համաշխարհային կշռքշիռ ունի։ Տղամարդկանց հավաքականը հաղթել է շախմատի օլիմպիադաներում 2006, 2008 եւ 2012 թվականներին։ Փարիզի 2024 թվականի օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացրեց 15 մարզիկ եւ շահեց 4 մեդալ։ Այս չափի երկրի համար դա պատահականություն չէ։ Դա կարգապահություն է, կրթություն, ընտանիքի պահանջկոտություն, ձգտում եւ աշխատանք։ Սա է Հայաստանի իրական ռեսուրսը, մարդիկ, որոնք հրաժարվում են փոքր մտածել։ Այսքան